Բարի լույս, սիրելիներ, թե առավոտից արդեն ինքնին պարզ է, թե ինչ լարված է քաղաքը, ինչքան խցանումներ կան եւ սա շատ նորմալ է, որովհետեւ ոչ միայն այսօր բոլորովին ուրբաթ է, այլ այսօր շատ սիմվոլիկ ուրբաթ է բոլոր ավարտական դասարանների համար, այսօր մայիսի 23-ն է, օրը ուրբաթ։ Ավարտում ենք ոչ միայն աշխատանքային շաբաթը, այլև ուսումնական տարին։ Այսօր Հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում հենց այս րոպեներին հնչում է վերջին զանգը կամ վերջին դասը։ Իսկ դու ինչ ես հիշում քո վերջին զանգից, վերջին դասից առանց։ Շատ լավ տպավորություններ ունեմ, Արտուր, շատ։ Մենք չասենք թե քանի տարի առաջ էր դա թող մնա մեզ հետ, բայց ինչ երգել ես։ Այո, իհարկե, ինչպես կարող է ես չերգել։ Չգիտեմ, իսկ այդ ժամանակից ես երգել թե Ես երգում էի մինչ այդ ժամանակը, բնականաբար այդ օրը երգեցի բոլոր։ Իսկ ինչ ես երգել։ Ինչ երգեիք թարս սարքել, ինչ էիք արել, հա։ Ռուսական շատ հայտնի երգ կար, եթե հիշում ես 4 աղջիկներ էին երգում, որը էլի վերջին զանգին մասին էր, դպրոցի այդ երգն էինք թարգմանել երգում եւ երգում ենք նաեւ մի ուրիշ երգ։ 4 աղջիկով եք երգում, թե։ Դե իհարկե արդեն ոչ թե խմբի կազմով, այլ դպրոցի 4 աղջիկներով։ Այո։ Լավ կլիներ, որ փուճուրիկ վիդեո քեզից տեսնեինք հիմա, բայց ոչինչ, դա մնա մյուս տարի։ Խորհուրդ չեմ տալիս քեզ, Արտուր։ Բարեկամներ, ըստ հայտարարության որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու օրինազանցության նկատմամբ, խոսքը իհարկե մեքենաներ վարելու մասին է, անչափահասների համար դգիտեք այս պատմությունը եւ այս դրվագները միշտ են մեզ ուղեկցել այս տարի ներում բեկում ընդհանրապես չի լինելու, այնպես որ սիրելի ծնողներ կոչ է արվում գործընթացի բոլոր մասնակիցներին միասնաբար պահել անվտանգության կանոնները։ Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ, մարզերում, դպրոցներում եւ հարակից տարածքներում հասարակական կարգը կապահովեն պարեկային ծառայողները։ Տղաներին բարի ծառայություն, այսօր նրանց գործը մի քիչ դժվար է լինելու, բա դրա համար էլի նրանք ներում բեկում չեն ունենալու որևէ հարցով։ Ես էլ նման կերպ կվարվեի, որևէ ներում բեկում, որովհետեւ ոչ միայն քո կյանքն է, այլև դիմացինի կյանքն է, սա շատ կարեւոր է։ Մենք էլ մեր եթերից կոչ ենք անում, որպեսզի մասը չկազմենք այդ արատավոր գործընթացների եւ միասնաբար գնանք դեպի օրինապահ։ Զգոնե պետք լինել, օրինապահ եղեք հարգելի շրջանավարտներ, իսկ մենք ասենք, որ հենց շրջանավարտներն էլ այսօր հյուրընկալվելու են մեր տաղավար։ Բացի այսօր մեզ են միացել պատասխանատուներ կրթության եւ գիտության մշակույթի ու սպորտի նախարարությունից, խոսելու ենք վերջին դասից, ավարտական քննություններից, այնպես որ մնացեք մեզ հետ, կարծում եմ, որ շատ հետաքրքիր եթեր ենք այսօր ունենալու։ Անշուշտ, որովհետեւ վերջին դասը նաեւ քննության սկիզբն է, բա դրա համար պետք է զգոն լինել։ Իսկ բոլոր շրջանավարտներին եւս մի անգամ շնորհավորենք եւ նրանց ուղարկենք լավ տրամադրություն երաժշտության տեսքով։ Վերջին զանգը տեսնչեց, հրաժեշտ ենք մենք տալիս։ Կարա՞ չէ՞ սենց փոխվեր նեմրայի ձևով։ Իհարկե կարող է լինել։ Գնանք առաջ հիշեցնենք մեր հովանավորին։ Մեր հովանավորն է Ստարկ ապրանքանիշը, որը ներկայացնում է Ստարկ լվացքի թերթիկները։ Սա հիանալի այլընտրանք է ծանր տուփերով լվացքի փոշիներին ու գելերին։ Թերթիկներն ապահովում են խորը մաքրություն, ինչպես գունավոր, այնպես էլ սպիտակ հագուստի համար, առանց լրացուցիչ, սպիտակեցնող եւ փափկեցնող նյութերի։ Ստարկ լվացքի թերթիկները ամբողջովին լուծվում են ջրում, եթե անգամ այն սառն է։ Հարմար են նաեւ ձեռքի լվացման համար։ Չեն պարունակում ֆոսֆատներ եւ պարաբեններ, էկոլոգիապես մաքուր եւ կենսաքայքայվող են։ Նորարարություն, որը կլավացնի լվացքի որակը, չի փչացնի հագուստը, կխնայի ջուրը եւ էլեկտրականությունը։ Պարզապես տեղադրեք այս թերթիկներ լվացքի մեքենայի թմբուկի մեջ եւ վերջ։ Թերթիկների օգտագործման ուղեցույցը հենց տուփի վրա է։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 84 81 01 հեռախոսահամարով կամ ձեռք բերեք Ստարկի պարագաները Օզոն եւ Wildberries Marketplace-երից։ Սիրելիներ, եթե պլանավորել եք բացօթյա որևէ միջոցառում այսօր, ապա հանգիստ կարող եք դա իրականացնել բաց սրտով, լայն ժպիտով, ասեմ ավելին, տաք արևի ներքո, որովհետև ողջ օրվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ, մայրաքաղաքում եւս տեղումներ չեն սպասվելու, եկեք գնանք թե որտեղ ինչ եղանակ է մեզ սպասվում։
Տաք մայիսյան առավոտ, տաք մայիսյան ցերեկ եւ իհարկե տաք մայիսյան երեկո է սպասվում։ Վերջին զանգը երբևէ այսքան իդեալական չի եղել այս տարվա ավարտական դասարանների եւ ոչ միայն դասարանների համար։ Քանի որ այսօր կրթական օր է, եկեք հիշեցնենք, թե երբ են սկսվելու ավարտական քննությունները։ Այսպիսով, 4-րդ դասարանում քննություն կհանձնեն մայրենի, մաթեմատիկա, ռուսաց լեզու, ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար, մայրենի լեզու եւ գրականություն, ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար։ Քննությունները կսկսվեն հունիսի 3-ից 9-րդ դասարանում, քննությունները կանցկացվեն հունիսի 5-ից։ Հայոց լեզու, մաթեմատիկա, բնագիտություն, հայոց պատմություն, օտար լեզուներ, բանավոր հայոց լեզու եւ գրականություն։ Ֆիզկուլտուրան արդեն քննաշրջանի ընթացքում։ Իսկ 12-րդ դասարանցիների քննությունները կսկսվեն հունիսի 9-ից։ Ձեզ մեծ հաջողություններ սիրելի ավարտական դասարաններ։ Իդեպ հնարավոր է որոշ երեխաներ դպրոց գնան ոչ թե 6, այլ 7 տարեկանից։ Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժանա Անդրեասյանը։ Համապատասխան կարգավորումները on-line հասանելի կլինեն առաջարկությունների եւ քննարկումների համար։ Իմիջիայլոց այսօր այս թեմայի շուրջ եւս խոսելու ենք, ավարտական ընդունելության քննություններին անպայման եւս կանդրադառնանք, քանի որ հյուրեր ունենք ԿԳՄՍ նախարարությունից, այնպես որ հետևեք, որպեսզի բաց չթողնեք այս կարևոր զրույցը։ Անցնենք առաջ եւ խոսենք մի տեսանյութից, որն ամեն առավոտ գալիս է մեզ հուշելու, թե ինչպես է պետք առողջ ապրել։ Հենց այդպես առողջ ապրելու մասին խորագիր ունենք եւ այս հացահատիկը բնության անգին նվերներից է մարդկությանը։ Եգիպտացորենի մեջ օգտակար է ամեն ինչ, եւ հատիկները, եւ տերևները, եւ մազիկները, եւ ցողունը։ Այսօր խոսելու ենք եգիպտացորենի մասին։ Իդեպ գիտեր, որ ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովը իր սիրելի հացահատիկին ավելի շատ տեղ էր տալիս եւ նա կարգադրել էր, որպեսզի ցորենը եւ տարեկանի դաշտերը փոխարինվեն եգիպտացորենի դաշտերով, այսպիսի սելեկտիվ տարբերություն էր դնում մնացած հացահատիկների հետ կապված։ Առաջարկում եմ դիտել տեսանյութը։ Քչերը գիտեն, որ եգիպտացորենի մեջ օգտակար է ամեն ինչ, եւ հատիկները, եւ տերևները, եւ մազիկները, եւ ցողունը։ Չնայած մենք հիմնականում օգտագործում ենք միայն հատիկները, այն համեղ է անկախ ամեն ինչից, սակայն սննդակարգի բազմազանության համար մի քանի բաղադրատոմս կհուշենք։ Իսկ մինչ այդ նախ օգտակարության մասին, ինչն էլ ձեզ ավելի կմոտիվացնի պատրաստելու մեր առանձնացրած բաղադրատոմսերը։ Եգիպտացորենն այն եզակի հացահատիկներից է, որի օգտակար հատկությունները զարմանահրաշ կերպով նպաստում են մի շարք հիվանդությունների ապաքինմանը։ 100 գրամ եգիպտացորենի հատիկները պարունակում են 75 գրամ ջուր, ավելի քան 3 գրամ սպիտակուց, 1 գրամ ճարպ, 18 գրամ ածխաջուր։ Եգիպտացորենի մեջ առկա են B խմբի գրեթե բոլոր վիտամինները, ինչպես նաև վիտամիններ Ան, Են, Կան, Դեն, Ցեն, հանքանյութերից մագնեզիում, կալիում, ֆոսֆոր, ցինկ, երկաթ, սելեն եւ այլն։ Վերը նշվածից հետևում է, որ շնորհիվ իր մեջ առկա B խմբի վիտամինների եգիպտացորենն ամրացնում է նյարդային համակարգը եւ հիանալի պրոֆիլակտիկ միջոց է անքնության եւ դեպրեսիայի դեմ։ Կա վիտամինի առկայությունը բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա։ Վիտամին D-ն ամրացնում է ոսկորների եւ ատամները։ Բնության հակաօքսիդանտ վիտամին E-ն անփոխարինելի է մազերի եւ մաշկի համար։ Վիտամին C-ն ամրապնդում է իմունիտետը, իսկ հանքանյութերի առկայությունը բարելավում է արյան շրջանառությունը եւ նյութափոխանակության գործընթացը։ Իսկ հիմա արագ, օգտակար եւ հագեցնող նախաճաշի բաղադրատոմսից խոսենք։ Այսպիսի համեղ տեսք կունենա այն, ինչը պատրաստելու ենք։ Մեզ պետք է եգիպտացորեն, ձու, ալյուր, պանիր, բուսայուղ եւ համեմունքներ ըստ նախասիրության։ Եգիպտացորենի հատիկների վրա ավելացնում ենք 3 ձու, համեմում ենք եւ լցնում 2 կամ 2.5 ճաշի գդալ ալյուր։ Պետք է լավ խառնել, որ այսպիսի զանգված ստացվի։ Թավայի մեջ ավելացնում ենք բուսայուղը, տաքացնում, ապա նոր լցնում խմոր հիշեցնող զանգվածը։ Պետք է տարածել եւ եփել փակ վիճակում 7-ից 8 րոպե։ Այդ ընթացքում քերիչով անցկացրեք պանիրը եւ ավելացրեք թավայի մեջ, թողնելով եւս մի քանի րոպե, որպեսզի պանիրը հալվի։ Ահա եւ պատրաստ է։ Օգտակար, համեղ, արագ եւ հագեցնող։
Հաջորդ տարբերակն առաջարկում ենք աղցան պատրաստել։ Այսպիսով ձեզ պետք կգա 3 հավկիթ եգիպտացորեն, թունաձուկ, վարունգ, կեֆիր կամ թթվասեր եւ համեմունքներ ըստ նախասիրության։ Կտրում ենք վարունգը, հավկիթները, ավելացնում ենք թունաձուկը, եգիպտացորենը, համեմում ենք եւ ավելացնում թթվասեր կամ կեֆիր։ Շատ քիչ կալորիականություն պարունակող, բայց անչափ հագեցնող, համեղ եւ շատ օգտակար աղցանը պատրաստ է։ Բարի ախորժակ։ Որքան այսօր նյարդային վիճակի մեջ եք, սիրելիներ, ուտելը չէր խանգարի, գիտեմ, որ հիմա ախորժակ չունեք, բայց եգիպտացորենով այս տարբերակները հաստատ որևէ մեկի ստամոքսը չեն ծակի։ Ես առաջարկում եմ դիտենք գովազդ, վերադառնանք, քանի որ ունենք շատ հետաքրքիր հյուրեր։ Եվ հնչեց զանգը վերջին, երազանքներ, նպատակներ, ուրախություն, մի քիչ թախից, շրջանավարտների համար կարևորագույն օրն է ու այդ առիթով նրանցից մի քանիսին կտրել ենք տոնական միջոցառումներից ու մեր տաղավարում են նրանք, որպեսզի մեզ հետ կիսեն այս հիանալի օրը։ Մեր տաղավարում են նաև Գարեգին Ներսիսյանը, թիվ 135 հիմնական դպրոցի տնօրեն եւ Նունե Ենգիբարյանը, թիվ 135 հիմնական դպրոցի ուսուցչուհի եւ իհարկե այսօրվա հերոսները, 9-րդ դասարանցիները Տիգրանը եւ Ռուզաննան։ Բարի լույս։ Նախ շնորհավորում եմ իհարկե թե շրջանավարտներին, այսինքն ավարտողներին, վերջին դասի ներկայացուցիչներին, թե իհարկե ձեզ եւ երևի թե սկսենք ձեզնից, սիրելիներ, ինչով է տարբերում 135 հիմնական դպրոցի վերջին զանգը մնացած բոլոր դպրոցի վերջին զանգերից։ Իմ կարծիքով ոչ մի բանով բոլոր դպրոցների վերջին զանգերը նույն ձևի են անցնում, այս տարի մշակութային են ավելի շատ, ոչ թե ուտել խմելու, եւ այդ առումով շնորհավորում եմ երեխաներին դպրոցը ավարտելու կապակցությամբ, հույս ունեմ, որ մենք իրենցով դեռ շատ առիթներ ենք ունենալու, բարձենալու։ Դպրոցը որևէ միջոցառումների մաս է կազմում, բեմել պիտի ունենան երեխաները, առանձին սցենար են գրում իրենք, դասարանով հավաքվում են, սկսում են բաժանել դերերը իրար մեջ, այ ես դասատուի պարոդիան կանեմ, այ ես երգը կերգեմ։ Նման բաներ արվում են, թե դա արդեն մեր ժամանակների մենք վերջին մոհիկաններն ենք այդ առումով։ Վերջի դասը արվելու, վերջի դասի ժամանակ իրենց սիրած որևէ մի քանի ուսուցիչներին կարող են կրկնօրինակել, հիշել իրենց, բայց ընդհանուր դրանից հետո բոլորով հավաքվելու են դպրոցի բակում, բարելու են, ուրախանան եւ այդպես նշեն վերջի Վերջին դաս կամ վերջին զանգ, ինչով է իրարից տարբերվում եւ երբ ԿԳՄՍ-ն այս տարի խոսեց այն մասին, որ պետք է վերջին դասը մի փոքր ավելի մշակութային դարձներ, հա, ինչ թեմա ընտրեց ձեր դպրոցը։ Այո, ընկեր Ենգիբարյան, կա ավարտական դասարան ունեք, թե ձերոնք ավելի փոքր են։ Ես տարրական դպրոցն եմ ներկայացնում, մեզ մոտ երեխաները տարրական դպրոցում առաջինից 4-րդ դասարան բլոկն է, հա, իր մեջ ներգրավում, այսպես ասեմ, բայց բնական է, որ տարրական դպրոցից մենք ճանաչում ենք երեխաներին ու ավելի միջին դպրոցում մեզ ծանոթ երեխաներ են արդեն ավելին հասունացած, ավելին կյանք։ Հիմա նրանց փոքր ժամանակ տեսել եք։ Իհարկե։ Հա, ձեր դասարանում եք եղել։ Իմ դասարանում չեն եղել, բայց իհարկե։ Ինչ հետաքրքիր է։ Եվ կարծես դուք էլ եք, չէ՞, միշտ լինում մասնակից այդ բոլոր ավարտական պրոցեսների։ Տարրական մասնաճյուղը նույնպես հատկապես իր ավարտական դասարանի հետ կազմակերպչական ներգրավվածություն է ունենում։ Վերջին դասի եւ վերջին զանգի տարբերությունը ո՞րն է։ Վերջին դասը մենք 9-րդ 9-րդ դասարանցիները հիմնականում նշում են վերջին դաս, սովորաբար վերջին զանգ նշում են 12-րդ դասարանցիները, որպես ավարտական արդեն այդպես ավելի մեծ մասշտաբային դա ենք դիտարկում էլի։ Պարոն Ներսիսյան, ինչ թեմա էր ընտրել դպրոցը, այսա շատ կարևոր էր, կարծես թե ինչ-որ բաշխված էին, չէ՞, մշակութային թեմաներ։ Տարբեր թեմաներ են ընտրել, հիմնականում երեխաները վերջի դաս անելով հիշում են իրենց 9 տարիների կյանքը, իրենց արած հերոսությունները, լավ ու վատ բաները եւ հրաժեշտ են տալիս դպրոցին որպես աշակերտ եւ մնում են դպրոցին որպես բարեկամներ։ Լավ բարեկամներ, որոնք որ միշտ խոստանում են, մենք գնում ենք, բայց հետ ենք գալու։
միջին վիճակագրական ստատիստիկան ցույց է տալիս, որ քչերն են հետ գնում։ Դա էլ կա, այո, գրեթե բոլորը մոռանում են։ Ես համենայնպես հետ գնացողների վաշտից եմ։ Շատ քչերն են, ես համաձայն չեմ, որ մոռանում են, որ դպրոցն են ավարտել, ոնց են ավարտել այդ բաները հիմնականում հետ են գալիս եւ մեր դպրոցի օրինակով կարող եմ ասել, որ մեր դպրոցի շրջանավարտները միշտ ուրախ են, հպարտ են, որ մեր դպրոցն են ավարտել եւ ամեն անգամ տեսնելուց բարձենում են, որ այդ դպրոցի սաներն են արել։ Երեխաներ, դե ասեք, թողել եք ձեր բոլոր ընկերներին, հեսա շուտ ուղիղ եթերը կավարտենք, միանգամից կգնանք տրամադրությունը, արտակարգ Դիպիկ, դիպուկ, կարող է հանկարծ դիվանագիտություն ընտրված Ռուզաննա ձեր ապագա մասնագետ։ Իրավաբանությունը։ Հա, դե մոտիկ են, Տիգրան։ Բարձր տրամադրություն։ Ինչ եք արել, որպեսզի թե ուսուցիչներին զարմացնեք, ուրախացնեք, թե ձեր ընկերներին, թե ծնողներին։ Նրանց համար հետաքրքիր դաս են կազմակերպել։ Դե ասեք, պատմեք, մեզ էլ պատմեք։ Մի քանի գաղտնիքներ բացեք, մեզ քանի որ մենք ներկա չենք լինելու։ Փորձելու ենք նրանց դերերը Ճիշտ կատարել։ Ճիշտ կատարել նրանց դերերը եւ փորձելու ենք նրանց արտահայտությունները ներկայացնել իրենց հենց։ Իսկ հիմա որ մի քանիսը խնդրեմ կհամաչեք, թե կասեք, չէ, գաղտնիք է թող մնա, դե հիմա գաղտնիք է, բոլորը գնացել են դպրոց, դուք եկել եք այստեղ, ոչ ոք ձեզ չի լսելու։ Հա? Ասեմ Մի գեղեցիկ արտահայտություն, որը որ բեմադրության մեջ այսպես ամենակարևոր կետերից է։ Ձեր դասղեկի օրինակը, ով է ձեր դասղեկի պարոդիան անելու։ Տիգրանը։ Ոչ։ Ոչ, լավ, ում է անելու Տիգրանը։ Ես մեր հայոց պատմության դասատուի։ Դե խնդրեմ, իմիջիայլոց դուք բացառիկ հնարավորություն ունեք հիմա տեսնելու բոլորից մեկ բանկյան շուտ, այո, խնդրեմ Տիգրան։ Նրա ամենահայտնի արտահայտությունը որն է եւ ինչպես է դա ասում։ Եթե հրաժարվում ես դասից պատասխանել, նստիր միանգամից մեկ։ Բայց այդ ձայնով կասեր, դուք Տիգրանի ձայնով ասեցիք։ Դե Տիգրանը փորձում է դեռ դպրոց պիտի վերադառնա, Արտուր, պետք է, չէ, այսօր այնպես անել, որ վերջին իսկապես, այո, դեռ քննություններ կան։ Լավ, սա մեկ Ռուզաննա, իսկ դուք։ Ես ավելի շատ հուզիչ խոսքեր եմ ասելու դասատունին։ Ահա։ Դե խնդրեմ։ Ասեք, խնդրում ենք ամենահուզիչը, որը պետք է այսօր հնչի։ Շուշաներ, հա, դա, Չէ, իսկ ո՞րն է լինելու Ռուզաննա։ Իմ խոսքը վերջաբան է, ամբողջ ուսուցիչներին, դասընկերներին, դպրոցին ընդհանուր վերջաբան եմ անելու վերջին դասի արարողության ժամանակ, թող մնա անակնկալ։ Չէ, էլի խնդրում եմ, ասեք, դա անակնկալ կլինի դպրոցում, ձեր դասարանցիների, ասեմ անում զուգահեռ դասարանների ուսուցիչների, բայց խնդրում եմ մեր լսարանի համար։ Դե ներկայ է լինելու նաև մեր դասղեկը, դասվարը, իրենց են ենք խոսքեր ասելու, Այ ասվեց, բոլոր խոսքերը ասեցին, ծիծաղեցին, եկան հասան Ռուզաննային, Ռուզաննան եկավ, լուրջ կանգնեց, մի քիչ թախծեց եւ ամենավերջում սիրելի դասվար, դուք եղաք այն առաջին ձեռքերը, որ մեզ համար բացեցիք դպրոցի առաջին դռները, դուք մեզ սովորեցրիք ոչ միայն կարդալ ու գրել, այլև բարևել, ժպտալ, խոսել։ Սիրելի դասղեկ, դուք ձեր ներկայությունը այս տարիների ընթացքում դարձան հելման ու վստահության խորհրդանիշ։ Սիրելի դասընկերներ, դուք իմ մանկության հուշերն էիք, մանկության հերոսները եւ այդ հերոսությունը երբեք չի մարի։ Մենք միասին էինք ոչ միայն դպրոցում, այլև մի ամբողջ պատմության մեջ, որը գրվել էր մեր ժպիտներով, ընկերություններով եւ անկեղծ ներողություններով։ Սիրելի դպրոց, քո բակում մենք սովորեցինք ընկնել ու բարձրանալ, ընկերանալ եւ ներել։ Քո զանգերի մեջ մենք լսեցինք կյանքի կանչը, դու գովեցիր մեզ, երբ աճեցինք, խիստ եղար, երբ սխալվեցինք։ Վերջին զանգը կհնչի, բայց այն հուշերը եւ էմոցիաները երբեք չեն մարի։ Ոյ քեզ երկար անգիրավաստեքստ, Ռուզաննա, հրաշալի, իրավաբանորեն ճիշտ ամեն ինչը սահմանված, ճիշտ բառերը շեշտված, որ հանկարծ, չէ, հակնդիր կողմը չհասկանա։ Իրարած տեքստ չէր, իմ գրված խոսքերն են։ Դուք եք գրել։ Այո, իսկապես։ Հրաշալի, հին ավանդույթները շատ որ շարունակվում է ձեր դպրոցում, թե չէ, շատ տեղերում կա, որ չեն հասկանում երեխաները ինչ են ասում, դուրս են գալիս, մենք գնում ենք եւ շուտով։ Տիգրան, ինչ եք դառնալու դուք։ Տնտեսագետ։ Իսկ ինչ խմորումների մեջ եք հիմա, պիտի թողնեք դպրոցը գնաք մասնագիտականով, ավագ դպրոցի, հա, ինչ է կատարում։ Դպրոցը ավարտելուց ճիշտ է շատ բարդ կլինի հրաժեշտ տալը, բայց ավարտելուց հետո պետք է գնամ տնտեսագիտական քոլեջ, որտեղից եւ հենց գնալու եմ տնտեսագիտականի համալսարան։ Ձեզ մեծապես հաջողություններ, չէ, Ռուզաննան գնալ է 12, թե դուք էլ
Նույն դպրոցում, շատ լավ։ Սիրելիներ, ընկեր Ներսիսյան, երեխաները ոնց որ թե արդեն իրենց նախնական մասնագիտական ընտրություններում համոզված են եւ գնալու են։ Ինչով եք դուք օգնում ձեր դպրոցի, ինչպես է նեցուկ դառնում, որպեսզի նրանք այսպես շուտ կարողանան կողմնորոշվել։ Դպրոցը ընդհանրապես դերակատարություն ունի մասնագիտական կողմնորոշման մեջ։ Բնականաբար դպրոցը շատ մեծ դերակատարություն պետք է ունենա մասնագիտական կողմնորոշման մեջ։ Ես ինքս Գերմանիայում եմ եղել եւ տեսել եմ, թե դպրոցը ինչ անում, որպեսզի երեխաները ճիշտ ընտրություն կատարեն հետագայում մասնագետ դառնալու համար, որովհետեւ ամենակարևոր բանը կյանքում նպատակի ճիշտ ընտրությունն է։ Եթե նպատակը ճիշտ ես ընտրում, ուրեմն կյանքդ ոնց որ ճիշտ է կառուցվում։ Գերմանական մոդելն եք հիմա փորձում արտադրել։ Գերմանական մոդելն էլ ենք անում։ Մենք գերմանական մոդելը կիրառելու համար նյութատեխնիկական բազա չունենք։ Այնտեղ շատ մեծ նյութաբազա տեխնիկական բազա կար, նախկինում կար ուսումնարտադրական կոմբինատներ, մոտավորապես այդ տիպի հիմնարկներ ունեին, որտեղ երեխաները շաբաթական 1 օր գնում էին եւ այդ մասնագիտությունները փորձում էին եւ գտնում էին, որ մասնագիտությունն է իրենց ավելի հարմար, իրենց ավելի ընդունելի, օրինակ ծրագրավորող երեխան գնում է, տեսնում է, որ ամբողջորեն նստած է, հետո ասում է, չէ, մասնագիտությունը ինձ հարմար չի, ուրիշ մասնագիտություն ընտրում։ Բայց մենք ուրիշ մեթոդներ ենք անում, անդադ հանդիպումներ ենք կազմակերպում դպրոցում տարբեր ոլորտի, տարբեր մասնագետների, տարբեր մարդկանց հետ։ Երեխաները հնարավորություն են ունենում շփվելու եւ արվեստի, եւ գրականության, եւ մշակույթի գործիչների հետ, նրանց հարցեր տալու, նրանց հետ փորձի փոխանակություն ունենալու, կողմնորոշվելու, թե որ մասնագիտությունն է իրենց դուր գալի, ում են ուզում նմանվել, սովորաբար մասնագիտություն ընտրելուց երեխաները նաև մտածում են, թե ում են ուզում նմանվել։ Այդ առումով սովորական է, մենք էլ ենք այդպես մտածում, եւ փոքր ժամանակ բոլորս ուզում ենք դառնալ մի որևէ հայտի դերասան։ Չգիտես ինչու։ Այդ առումով իրենք շատ հնարավորություններ ունեն, մեզ մոտ հաճախ են լինում եւ Չինաստանի դեսպանը եւ Իտալիայի դեսպանը, մենք երկու օտար լեզուները որպես երրորդ օտար լեզու անցնում ենք, վաղը չեմ իսօրը նոր Իտալիայի դեսպանն այցելելու դպրոց, երեխաները հնարավորություն ունեն շփվելու, իտալական մշակույթի հետ շփվելու եւ չինական ֆիլմեր, անդադ իրենց մշակույթի, արվեստի անդադ հեռուստացույցում ենք միջանցքում դրած ցույց ենք տալի եւ այդ առումով օգնում ենք իրենց բավականին մասնագիտական կողմնորոշման հարցում։ Բայց չեմ կարող ասել, որ իդեալական է մեր արածը, որովհետև ես Գերմանիայում տեսել եմ, թե ինչպես են երեխաները օգնում, որպեսզի ընտրեն ճիշտ մասնագիտություն։ Խոսենք նաև այն առավելությունների մասին, որն ունի ձեր դպրոցը, կոնկրետ չինարենի ուսուցումը եւ եթե չեմ սխալվում, նաև իտալերենի, այո, այսինքն մի քանի լեզուներ։ Եվ արդյոք վերջին զանգի այս արարողություններին նաև այս լեզվական ունակություններն են երեխաները փորձում օգտագործել։ Լեզվական ունակությունները միշտ երեխաները ցույց են տալիս, նամանավանդ միջոցառումների ժամանակ, ուղիղ եթերում սպասեք։ Հեսա իրենք երևի կփորձեն դեսպաններից մեկը դպրոցում դաս էին նկարել, ինձ ասաց, որ եթե չիմանար, որ Հայաստանում կմտածեր, որ Չինաստանի որևիցե դպրոցի դասապրոցեսը նկարված, այդ առումով երեխաներն էլ են շատ սիրում այդ լեզուները եւ մենք էլ ամեն ինչ անում ենք, ուսուցիչներն էլ, որպեսզի երեխաները լավ սովորեն այդ լեզուները։ Հիմա նույնիսկ ամառային ճամբար ենք ուզում կազմակերպենք, որ երեխաները գնան Չինաստան, շփվեն Չինաստանի երեխաների հետ, 10 քանի օր իրանց հետ շփվեն, այնտեղ ապրեն, սովորեն, փորձի փոխանակություն, մշակույթների փոխանակություն եւ այդ ամեն ինչը կտա իր դրական ազդեցությունը նաեւ հետագայում մասնագիտություն ընտրելու բնագավառ։ Bello. Ragazzo, ragazza, come stai? Va bene? Artur, ինձ մի քիչ շատ խոսեցի։ Դե չինարեն չէր, բայց։ Բայց իտալերեն է։ Հա, տեսնում չինարեն դասի։ Մենք իտալերեն չէ, մեր չինարենն է։ Ընտրություն ունեն երեխաները։ Դե ասեք վերջին զանգ չինարենից պետք է լինի։
Հա, ինչ կլինի։ Դե լավ, բարև եք, ասեք բարև ձեզ։ Նիհաո։ Նիհաո։ Այս մենք էլ գիտենք։ Դուք միջև գիշեր թե վերջին զանգը ինչպես է լինելու։ Նիհաո։ Նիհաո, ահա։ Ընկեր Ենգի Բայրյան, նաև գիտեք, այդ էմոցիոնալ ապրումները դասատուների, դասղիկների համար էլ վերջին զանգը նաև թախից է բերում, որովհետև ահա այսքան ժամանակ դուք նրանց հետ եք, շատերը նաև գրում են, որ դուք մեր երկրորդ մայրն եք եւ այդպես էլ կա, եւ նրանցից բաժանվում եք։ Այ ինչպես այդ կապվածությունը հաղթահարվում դասատուի եւ աշակերտի միջև, ինչպես է կարողանում այդ էմոցիոնալ թախիցը հաղթահարել։ Իրականում կապվում ենք շատ եւ այո, ճիշտ է, որ այդ օրը, հատկապես այդ օրը, իսկապես այնպես մի թախից է պատում, կարծես, բայց մենք հրաժեշտ չենք տալիս, որտեղ իսկապես, ինչպես արդեն Ընկեր Ներսյանը նշեց, հաճախ են երեխաները գալիս ու մենք իրենց մեծ կյանք ենք ճանապարհում, որի համար շատ ուրախ ենք, որ տալիս ենք լավ պաշար, լավ սեր երեխաներին, դա էլ եմ շատ կարևորում, որտեղ դրանք երբ վերցնում են, անպայման հետադարձ կապ է լինում ու նորից տեսնում ենք, հանդիպում ենք միշտ այսօրվա դարում համացանցը միշտ թույլ է տալիս, որ մենք միշտ կապի մեջ լինենք երեխաների հետ, բայց իսկապես թախծում ենք, որովհետև դժվարությամբ ենք թողնում։ 9 տարի շարունակ մենք մի հարկի տակ էսպես անցկացնելով ընտանիքի անդամ ենք դառնում։ Ինչ լավ է։ Խոսենք նաև մի փոքր քննական շրջանից, որը որ սպասում է ոչ միայն 9-րդ դասարանցիներին, այլ նաև 4-րդ դասարանցին։ Արդյոք կան այս տարի ինչ-որ փոփոխություններ, միասնական քննություններ, ինչ առարկաները ավելացել են կամ միգուցե պակասել են, որ առարկաներից է սպասվում քննություն։ Լեզուներից կա չինարեն հանձնել Չէ։ Բայց իրենց վկայականում գրվում է, որ իրենք անցել են չինարեն եւ գնահատականը նշանակվում։ Սիրելի ավարտական վերջին դասցիներ, վերջին զանգցիներ, վերջին դասցիներ, դուք մրցակցում եք ձեր զուգահեռ դասարանների հետ, մտածում եք կամ ինչ-որ մի կերպ փորձում եք ճշտել, այ ինչպիսի սցենար են գրել, ինչպիսին է նրանցը, մեր ամենը լավը պետք է լինի, մենք թենք չէ, այս մեկը ոնց որ թե նման բաներ էր, մենք իրենցից լավ անենք, նման առողջ մրցակցություն կա, տեղյակ եք ձեր զուգահեռներից։ Մեր դպրոցում 9 դասարանցիները 5 դասարան ունենք, բայց մտերմիկ հարաբերությունների մեջ ենք, եթե մրցակցությունն էլ կա, դա միայն առողջանան մրցակցություն է, այդքան նախանց չկա մեր։ Չէ, ես չասեցի նախանց, ասեցի առողջ մրցակցություն։ Առողջ մրցակցությունը դա շատ լավ է, չէ Արտուր, քանի որ դու էլ ես, չէ, ավարտել եւ ուզում էիր, որ քո դասարանը լիներ լավագույնը։ Իհարկե, դու չէիր ուզում, որ ամենալավը դու երկեր այդ ժամանակով։ Այո, այդ ժամանակով շնորհակալություն։ Այո, Տիգրան, այսպես որ փորձենք տոկոսային հարաբերության բերել, որերորդ տեղը կլինի ձեր դասարանը։ Հա, ինչ պրովոկացիոն հարցեր ենք տալիս։ Բայց նայ Տիգրան ինչ համեստաբար մտածում է ինչպես պատասխանի, որ չվիրավորի այն տնտեսագիտորեն է վերաբերում դասարաններին։ Տնտեսագիտորեն անալիզ է անում եւ ձեր տարբերակն է։ Կասեմ բոլորն էր հավասար, քանի որ մեր մեջ կա ընկերական հարաբերություններ, մենք բոլորս իրար շատ մտերիմ ենք։ Շատ ընտիր, իսկ հիմա դուք լայն հնարավորություն ունեք Շանթի ուղիղ եթերից ոչ միայն ձեր դասատուներին, այլև ձեր կյանքի ամենակարևոր մարդկանց, ձեր ծնողներին հիմա ինչ-որ բան ասելու, որովհետև բնականաբար վերջին զանգը նաև նրանց համար էլ է շատ կարևոր ապրում։ Տիգրան, սկսենք ձեզանից իբրև տղամարդ։ Ես կասեմ իմ Այսինքն ուսուցիչներին, այն տեսախցիկի մեջ, այո, կեցեք։ Ես կասեմ իմ ուսուցիչներին, որ ավարտելուց հետո կգամ եւ ձեզ կտեսնեմ։ Դե չեմ մոռանա։ Չեմ մոռանա, այո։ Ռուզաննա։ Ծնողներիս շնորհակալ եմ, որ այս 9 տարիների ընթացքում լավ ու վատ պահերին միշտ իմ կողքին են եղել եւ ուսուցիչներն էլ չենք մոռանա։ Դուք ոչ միայն դասեր տվեցիք, այլև կյանքի կարևոր դասեր տվեցիք, որ դրանք մեր հետ ամբողջ կյանքում են մնալու։ Արդեն սկսում ես հուզվել, երբ որ այո, մի մատ բողբոջ բարի մեջ մի ամբողջ տիեզերք է խտանում, ասեմ եւ սրանով սահմանափակենք։ Սիրելիներ, շնորհակալություն ձեզ բարի ընթացք, լավ բեմել, լավ պարոդիաները անեք, իսկ ձեզ շնորհակալություն սիրելիներ, որ հնարավորություն եք տալիս երեխաներին էլ ավելի բարձր թռչելու։ Գարեգին Ներսիսյանը թիվ 135 դպրոցի տնօրենն էր մեր տաղավարում եւ Նոնա Ենգի Բայրյանը թիվ 135 հիմնական դպրոցի ուսուցչուհի։ Եվ իհարկե Ռուզան ու Տիգրանը, ովքեր որ հենց նոր ձեզ լավ խոսքեր ուղարկեցին։ Ձեզ մաղթում ենք լավ օր այսօր։ Շնորհակալություն։ Իսկ հիմա գովաց Ջանթի եթերում։ Բոլորովին ուրբաթ է, ոչ միայն ուրբաթ է, այլ տոնական ուրբաթ է, իսկ տոնական ուրբաթը էլ ավելի տոնական պիտի դառնա երաժշտությամբ, առնազերը չի լինում։
Մենք վերադարձանք եւ մեր տաղավարում են արդեն մեր հյուրերը Անուշ Լալազարյան, Հանրակրթության եւ արտադրոցական կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ եւ կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոն հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը։ Շնորհավորում ենք հերթական ուսումնական տարվա ավարտի առիթով, բայց ինչպես է այն անցնելու, ինչ է մեզ սպասվում, վստահ եմ, որ հիմա կզրուցենք։ Այո, այսօր վերջին զանգ է, շատերի համար տոնական օր, բայց վերջին զանգից սկսած սկսվում է ձեր քրտնաջան աշխատանքի օրերը, որովհետև ավարտում են նրանք եւ առաջիկայում քննություններ են։ Եկեք հասկանանք ինչով տարբերվեց այս տարվա քննությունները նախորդ տարվա քննություններից, ինչ նորարարություններ կային, ինչ ինցիդենտներ հետաքրքիր գրանցվեցին։ Շնորհակալություն հրավերի համար, սովորաբար քրտնաջան աշխատանքը ամբողջ տարվա համար է արվում, այս թվերային աշխատանքը, որ չի երևում, արդյունքը ավելի շատ տեսանելի է քննությունների շրջանում, ուսումնական տարվա առաջին, երկրորդ եւ երրորդ շրջափուլերը ավարտելու, այսինքն տարական, հիմնական եւ ավագ դպրոցը ավարտելու ժամանակ հետևաբար չեմ կարող ասել, որ աշխատանքը թեթևանալու է դրանից հետո կամ նախկինում ավելի ծանր էր։ Փոփոխությունը արդեն երկրորդ տարին է, որ իրականացվում է, ինչպես գիտենք, հանրակրթության պետական չափորոշիչը փոխվել էր բովանդակային եւ Տավուշում փորձարկելուց հետո այն ներդրվեց ամբողջությամբ Տավուշի մարզում, այնուհետև հանրապետության 7 մարզերում եւ Երևան քաղաքի դպրոցներում, բոլոր մարզերում եւ Երևան քաղաքի բոլոր դպրոցներում 7 դասարանում ներդրվեց։ Այսինքն այս պահին ներդրված չէ առաջին, 4-րդ, 9-րդ, 11 եւ 12-րդ դասաներում։ Առաջիկա ուսումնական տարում կներդրվի չափորոշիչը նաև առաջին, 4-րդ, 9-րդ եւ 11-ում եւ 12-րդ դասանը կմնա հաջորդ տարի կներդրվի, որպեսզի հաջորդականությունը բովանդակային կարողանանք ապահովել։ Բովանդակային աշխատանքներ իրականացում է կզնակ հիմնադրամի կողմից, աջակցությունը ուսումնական հաստատությունների բովանդակային ապահովումը եւ կարծես թե այս պահին ամեն ինչ պատրաստ է, որ ուսումնական հաստատությունների 9-րդ եւ 12-րդ դասաների շրջանավարտները իրենց ավարտական եւ պետական ավարտական քննությունները կարողանան պատշաճ իրականացնել։ Պիտի ասեմ, որ Տավուշի մարզում արդեն իսկ նոր չափորոշիչը ներդրվելու արդյունքում երկրորդ տարին է նոր ձևաչափով է քննություն իրականացվում, ինչը մի փոքր տարբերվում է հանրապետության մյուս դպրոցների դեռևս 9 եւ 12-րդ դասաներում քննություններից։ Պիտի ասեմ, որ 12-րդ դասարանցիները 3 անգամ քննություն հանձնելու հնարավորություն ունեն։ Նախորդ երկուսի նախորդ երկուսի փոխարեն, ընդ որում եւ նոր չափորոշչի բովանդակությամբ եւ դեռևս չփոխված չափորոշչի բովանդակության համապատասխան, որը հնարավորություն է տալիս սովորողին ավելի վստահ լինել եւ ավելի բարձր գնահատականով քննությունը, այո, դա հնարավորություն է ստեղծում նաեւ քննությանը ոչ թե վախերով եւ պատժվելու, այո, ստրեսներով ուղեկցվելու, այլ նաեւ վստահության միջավայր ձևավորելու, որովհետեւ գիտենք, որ երեխաների, սովորողների մոտ սովորելու տեմպերը եւ կրթական արդյունքը տարբեր է լինում, հետեւաբար այն երեխաները, որոնք մի քիչ ավելի դանդաղ տեմպով են սովորում, հնարավորություն ունենան ամռանը ևս փորձելու։ Տիկին Ալազարյան, մեկը եղավ, եթե չեմ սխալվում, փետրվարին, թե դեկտեմբերին, երբ էր։ Հունվար ամսին է լինում, հաջորդը, այո, հունիս ամսին է լինում եւ մեկն էլ հուլիս ամսին, արդեն ցանկությամբ, եթե սովորողը ցանկություն ունի, այսինքն այդ հնարավորությունը կամ ընտրական մոտեցմամբ է, եթե երեխան ուզում է բարձր միավոր հավաքել։ Իսկ 9-րդ դասանում թույլ տվեք նաեւ դա ասել, 9-րդ դասանում Տավուշի մարզում քննությունները ինչով են տարբերվում հանրապետության մյուս դպրոցների 9-րդ դասանի քննություններից, որ գրականություն եւ պատմություն առարկան միավորված էսեի միջոցով, այսինքն հետազոտական վերլուծական աշխատանքի միջոցով է իրականացվում։ Այդ մասին կարծում եմ պարոն Թորոսյանը դա նորարարության էլի շրջանակներում է տեղավորվում։ Պարոն Թորոսյան, մինչև կգամ կհասնենք այս նորարարության էսե գրելու հմտություններին կամ շարադրությունը ինչով պիտի տարբերել էսեից, եկեք հասկանանք, որ եկող տարվանից 4-րդ եւ 9-րդ դասարանցիները այլ քննություն չեն հանձնելու։ Սա արդեն 100%-անոց ինֆորմացիա է։ Այդ որոշումը արդեն նախարարության կողմից որ կայացվի, կհայտարարվի, բայց նայած թե քննությանը ոնց ենք նայում, որովհետև ընդհանուր առմամբ հատկապես 4-րդ դասարանում քննություն չէր ամփոփիչ ստուգում էր գիտելիքների,
բայց 4-րդ եւ 9-րդ դասարաններում ստուգումը իրականացվում է նախարարության կողմից որպես արտաքին գնահատում, որպեսզի պարզ լինի, արդյոք չափորոշիչներով նախատեսված գիտելիքները, հմտությունները, դիրքորոշումն ու արժեքային համակարգը երեխաների մոտ բավարար չափով զարգացել է։ Այսինքն մենք ավելի շատ ստուգում ենք ոչ թե երեխաների իմացածը, այլ մեր արած աշխատանքը, ուսուցչի արած աշխատանքը, հասկանում ենք, թե որտեղ ենք հետ մնացել ու մտածում ենք ոնց անենք, որ այդ բոլորը արդեն ավելի ուժեղացնենք, զարգացնենք, որ ավելի լավ արդյունք ապահովենք մեր երեխեքի համար։ Մեր նոր չափորոշիչով, ինչպես ասեցի, 4 բաղադրիչ կա, այսինքն գիտելիք, հմտություն այդ գիտելիքը օգտագործելու համար, դիրքորոշում եւ արժեքային համակարգի ձևավորում, չենք թելադրում, այլ իրավիճակային սովորացնում երեխեքին։ Ավանդաբար դեռևս պահպանվում է հիմա, որ մարդիկ գիտելիք համարում են ինչ որ իրանք հիշում են։ Բայց մտապահելը դա գիտելիք չի։ Գիտելիքն է նա, որ օրինակ անգիր անելը, այլ կերպ ասած անգիր անելը գիտելիք չի։ Գիտելիք չի։ Դուք անգիր արածը տալիս ես, դիմացը ստանում ես միավոր, բայց կյանքում հետո քո իմացածը չես կարողանում կիրառել։ Գիտելիքն էլ ունի իր խնդիրը, եթե դու զուտ սովորում ես գիտելիքը, բայց չես սովորում այն կիրառել, ապա քո իմացածից անսովոր իրավիճակում որևէ գործողություն անելու համար, եթե այդ գիտելիքը բավարար է, դու չես կարողանում այդ գործողությունը անել, որովհետև գիտելիքը կիրառել չես սովորել, այսինքն անպայման այդ կիրառելն էլ պետք է սովորենք, եւ սրա հետևանքով չափորոշիչը պահանջում է, որ սովորողների մոտ զարգանան բավականին մեծ թվով կարողություններ, օրինակ հաղորդակցվել, համագործակցել, ապրոմակցել, քննադատել, մտածել ու այդպես բազմաթիվ կարողություններ։ Հիմա պետք է այդ կարողությունները կարողանանք ստուգել եւ 9-րդ դասարանի էսսեն տրվում է նրա համար, որ երբ որ պատմությունից եւ գրականությունից երկու տեքստ, որը կապ ունի իրար հետ, ոչ ակնառու միանգամից փոխող, բայց կապ ունի, սովորողը դրանք կարդում, էսեի կանոններով հիմնախնդիրը սահմանում եւ իր հետազոտական վերլուծությունը անում է։ Մի վարքյան եկեք այստեղ կանգնենք, պարոն Թորոսյան։ Ես սովորելով բանասիրության ֆակուլտետում մենք էսե սկսեցինք գրել եւ հասկանալ 3-րդ կուրսի վերջում, գրեթե 4-րդ կուրս էինք։ Հիմա այս էսեի միտումը եւ էսե գրելու բական երիտասարդացել է, եկել հասել է 9-րդ դասարան, այո։ Սա նույն էսեն է, թե դպրոցականների համար մի քիչ ուրիշ ձև են բացում։ Նույն էսեն է, սկսում են սովորել հիմնականում արդեն 7-րդ դասարանից, սկզբից դժվարանում են։ Առաջի էսեները, որ գրեցին Տավուշի մարզում, շատ հետաքրքիր էր, վերլուծությունը հիմնական իրանց միտքը շատ հետաքրքիր էր, բայց ամբողջ գրածը կարմիր գույնի էր ուսուցչի ուղումից հետո, որը նաև ուսուցչին մղեց նրան, որ երեխան պետք է առաջի դասարանից սովորի լավ մայրենին, շատ լավ, որպեսզի կարողանա ոչ միայն ընթերցել, ոչ միայն հասկանալ ընթերցածը, այլ նաև շարադրել, եւ եթե դուք նայեք հանրակրթության պետական չափորոշիչի առաջի կարողունակությունը, լեզվական կարողունակությունը, հենց դրանք էլ պահանջում է, որ դպրոցն ավարտող շրջանավարտը կարողանա մայրենի եւ օտար լեզուներով հաղորդակցվել, խոսել, ներկայացնել այնպես, որ ուրիշները հասկանան ինքը ինչ ուզում ներկայացնի, ինչպես նաև ուրիշների խոսքը կարողանա անկալի, գրավոր, բանավոր ձևով եւ այլն, այդ բոլորը թվարկված է։ Կարմիր գույնով էր ամբողջը, դա առաջին հիմա արդեն գնալով փոխվում է, բայց ասեմ Տավուշում միանգամից սկսվեց, անպատրաստ, հենց ընթացքից փորձնական արեցին, բայց հանրապետության մյուս դպրոցներում մենք արդեն 2-րդ տարին ենք էսե վերապատրաստումներ անում ուսուցիչների համար, ուսուցիչները սովորում են էսե գրել, լեզվի ուսուցիչների մոտ բավականին հաջող է ստացվում, պատմության ուսուցիչների համար անսովոր է, բայց արդեն հաջողում են եւ 3-րդ տարին արդեն 9-րդ դասարանում իրանք բավականին լավ կհանձնեն այդ քննությունները ու արդյունքներն էլ հուսով են, որ լավը կլինեն։ Բայց սա պետքա ուղղակի հասկանանք հստակ, սա հայ գրականության քննություն չի, ոչ էլ Հայաստանի պատմության քննություն է։ Սա է ինտեգրված
վերլուծական, հետազոտական այդ կարողությունները ստուգող քննություն։ Ինչպես նշեցիք, 4-ը 1-ում քննությունն է, էլի։ Այդ նշված առարկաները ու ընդհանրապես բոլոր առարկաների ամփոփիչ գնահատականը դա նրանց տարեկան գնահատականն է, որ իրենք ստանում են տարվա վերջում, 7-րդ դասարանի վերջում, 8-րդ դասարանի վերջում, 9-րդ դասարանի վերջում։ Դրանով ենք մենք հասկանում, իրանք ինչքան լավ գիտեն առարկան, ինչքան պրոբլեմներ ունեն։ Իսկ այստեղ մենք հիմա ստուգում ենք կարողությունները։ Կարողանում են արդյոք վերլուծություն անել, համադրել, եզրակացություններ ձևակերպել։ Մենք ունենք նաև մեկ ուրիշ քննություն բնագիտական առարկաներից, որը կատարում են նախագծի ձևով, ուսումնական նախագծի ձևով։ Հիմա արդեն փաստացի դպրոցները սկսել են այդ նախագծերի իրականացնել, աշակերտական խմբերը աշխատում են շատ հետաքրքիր նախագծերի վրա եւ հանձնելու են այդ նախագծերը։ Նախագծերը հիմնականում հիմնված են նաև լաբորատոր աշխատանքների վրա եւ փաստորեն այս նախագծերը խթանում են, որ սովորողները կարողանան փորձ անել եւ փորձի հիման վրա նորից եզրակացություն, այսինքն նույն բնույթի կարողություններ, գիտելիք, կարողություն այդ համադրությունն է։ Դպրոցները ստանում են լաբորատորիաներ, բավականին հզոր լաբորատորիաներ, լավ հագեցած, առաջիկայում բոլոր հանրապետության դպրոցները դրանք ունենան եւ մենք պետքա սովորեցնենք երեխաներին օգտվել այդ սարքավորումներից եւ ֆիզիկան, քիմիան սովորել ոչ թե վիրտուալ, այլ պրակտիկ այդ գործողություններն անելով։ Եվ հիմա ուրեմն նախարարության կողմից լայնամասշտաբ վերապատրաստումներ են նաեւ ծիգը իրականացնում, որով բոլոր լաբորատոր փորձերը ներկայացվում են ուսուցիչներին ըստ առարկաների, հիմա էլ առաջիկայում կնկարահանվեն վիդեոներ, որոնց միջոցով յուրաքանչյուր փորձի բացատրությունը կլինի, հաջորդ օրվա փորձ անելուց առաջ ուսուցիչը կնայի, կվերհիշի ու նորմալ փորձ կկազմի։ Ինչ լավ, եկեք եւս մեկ անգամ հիշեցնենք, որ 4-րդ եւ 9-րդ դասարանցիները քննություն չեն հանձնում մյուս տարի, միայն եթե հրապարակվի որոշումը։ Դե առանց նախարարության որոշման, բայց ոնց որ բան չմնաց։ Այդ դեպքում հանձնեն։ Թույլ տվեք այդ մասով մի ճշգրտում անեմ։ Քանի որ Տավուշի մարզում ամբողջությամբ բոլոր դասաներում 12 ներդրված է չափորոշիչը, հետևաբար այս նոր փոփոխությունը, որի մասին պարոն Թորոսյանը հանգամանորեն խոսեց, էսեի հանձնումը եւ նախագծային աշխատանքի միջոցով բնագիտական առարկաների քննությունները, որպես երկրորդ տարբերակ թեստայինի հետ, երկու տարբերակներ ընդունելի է 9-րդ դասարանում եւ 12-րդ դասարանի 3 անգամ քննությունը միայն Տավուշի մարզին է վերաբերում։ Եկող տարվանից այդ ամենը կվերաբերի նաև հանրապետության բոլոր դպրոցներին, մնացած բոլոր դպրոցներին, բայց քննություն չհանձնել ձևակերպում մենք չունենք 4-րդ դասարանում, եթե մինչև հիմա եղել է գիտելիքի ստուգում եւ որևէ ազդեցություն չի ունեցել երեխայի ավարտական գնահատականի վրա, այսուհետև լինելու է արտաքին գնահատում, որպեսզի առաջին աստիճանը ավարտած սովորողի ձեռք բերած գիտելիքները ինչ-որ չափով ստուգվեն, վերլուծվի։ Արդյոք չափորոշիչը ներդրվել է պատշաճ ձևով եւ երեխայի մոտ կարողունակություններ ձևավորել են իր տարիքային խմբին համապատասխան։ Ընդհանրապես վերլուծության համար է արվում, բայց որպես այդպես քննություն չի լինելու։ Խոսքը 4 դասարանի մասին էր, իսկ 9-րդ դասարանում եկող տարվանից մեր հանրապետությունում եւ էսը պիտի գրվի 9-րդ դասարան, պետք է գրվի 9-րդ դասարանում գրականություն Հայաստանի պատմություն համադրությամբ եւ նաեւ բնագիտական առարկաների կամ թեստային աշխատանք կարող է ընտրել երեխան կամ նախագծային աշխատանք իրականացնել։ Այսինքն չափորոշիչներն են փոխվել քննություն ասվածին։ Տեսեք, չափորոշիչը ըստ էության ինչ էր իրենից ենթադրում նախկինում, այն երեխային տալիս էր գիտելիք, այսինքն գիտելիքահեն էր։ Փոփոխված չափորոշիչը, որը այժմ ներդրվում է հանրապետությունում, կարողունակությունները ձևավորող չափորոշիչ է, այսինքն գիտելիքը կար, դրանով երեխան ավարտվում էր եւ շփոթված հայտնվում էր բուհում, հետո աշխատավայրում, իսկ հիմա երեխայի մոտ կարողունակություններն են ձևավորում։ Նույն այսեն ձևավորում է կարծիք ունենալու կարողունակություն, այսինքն մեր հասարակության նաեւ հաղորդակցվելու, որովհետեւ տեսեք նախագծային աշխատանքը 9-րդ դասարանում հանձնող երեխան, թեև բնագիտություն առարկան է, բայց պետք է խոսի ինքը քննության ժամանակ, պետք է ներկայացնի իր աշխատանքը կատարած եւ մասնակցայնություն եւ ինքնադրսևորումը, որովհետեւ հանրակրթությունում աշխատելու տարիներին երբեմն պարզ է լինում, որ տարիներ շարունակ որևէ
կրթական առանձնահատկությունով աչքի չընկած երեխան քննությանը կարող է զարմացնել իր թուր ուղղությամբ ինքնադրսևորվելու, այսինքն այդ վերջին շանսը ինքը օգտագործում է եւ զարմացնում է այդ հատկությունով։ Այդ տարիների ընթացքում պիտի բացահայտվի այդ կարողունակությունը, որ երեխան դպրոցն ավարտելիս կարողանա եւ հաղորդակցվել եւ ինքնադրսևորվել եւ նաեւ մեր դիրքորոշում ունենա կարծիք հայտնի ինչու այսպես մտածում եւ վերլուծել կարողանա իրավիճակները համադրել եւ իզրակացություն անել դրանից եւ կարողանա կարծիքը արտահայտել, այդ կարողունակությունն է զարգացնում։ Շատ լավ, մեզ գրեթե ժամանակ չմնաց, հասցնենք ընդունելության քննություններից էլ խոսենք։ Հունիսի 3-ից թե հունիսի 5-ից է մեկնարկում։ Այս տարի հունիսի 5-ից 9-րդ դասարանցիներն են, չէ՞, արդեն քննություն հանձնում։ Դե ինչ եք պատրաստել նրանց համար, ինչպես չեն կարող ներկայանալ քննություններին, ինչ նոր թակարդներ եք լարել, որպեսզի նրանք կարողանան չանցնել այդտեղով։ Տեսեք, Տավուշի մարզում արդեն խոսեցինք ինչպես է քննություն իրականացվելու, այն առարկաները, որից որևէ փոփոխություն չենք իրականացնել, ավանդաբար ինչպես արվել է, այդպես շարունակվելու է իրականացվել։ Հանրապետության բոլոր դպրոցների համար Տավուշի մարզից բացի որևէ թակարդ լարված չէ, հավատացնում, որովհետև պետությունը ամեն ինչ անում է, որ կյանք մտնող քաղաքացին, ապագա քաղաքացին ձևավորի որպես կարողունակ եւ իր երկրում իր կյանքը պատկերացնող եւ լավ կյանք պատկերացնող քաղաքացի, այսինքն նաեւ պատասխանատվություն ունեցող քաղաքացի, դրա համար շեշտադրումը նաեւ անհատների վրա է դրվում։ Այդ իսկ պատճառով որևէ դժվարություն, որևէ տարբերություն, որևէ էական փոփոխություն այս մասով տեղի չի ունեցել։ Գնահատման թեստավորման կենտրոնը ինչպես միշտ գրավոր քննությունների թեստերը կպատրաստի նախորդ տարիների տրամաբանության եւ բարդության աստիճանով։ Իսկ այն քննությունները, որոնք դպրոցի ներսում են իրականացում, ես կարծում եմ դպրոցի ներսից ավելի սրտացավ եւ հանդուրժող եւ գնահատող միջավայր աշակերտը երեխան առասարակ չի կարողանա գտնել այսուհետև։ Հետևաբար արդից օգտվելով ուզում եմ շնորհավորել վերջին զանգի կապակցությամբ մեր սովորողներին, որ նոր կյանք մտնելիս պատասխանատվությամբ եւ ստեղծագործականությամբ մտնեն նոր կյանք, որովհետեւ նախարարությունը նաև տարին համարել էր մշակութային տարի եւ վերջին զանգն է լինելու մշակութային, որպեսզի այդ հաղորդակցումը ավելի անկեղծ լինի, պարտադրող չլինի եւ մշակույթի լեզվով կարողանան երախտագիտություն հայտնել իրենց հաստատություններին։ Նաև մեր մանկավարժներին թույլ տվեք վերջին խոսքս։ Սիրով իհարկե, շատ ճիշտ է։ Լինեն համարձակ, նախաձեռնող, ոգեշնչվող եւ ոգեշնչող եւ շատ կուզեմ, որ իրենք գիտակցեն, որ գնահատված են, բոլոր ժամանակներում գնահատված են եղել եւ կարողանան վստահությամբ իրականացնել իրենց աշխատանքը։ Պարոն Թորոսյան, կարծում եմ սիմվոլիկ օրով, սիմվոլիկ հղումները ձեր կողմից սիմվոլիկ չեն լինի, այլ կոնկրետ կլինեն եւ հասցեական, այո։ Նախ թակարդի համար ասեմ երկու բառ։ Մեր չափորոշիչի հետ փոխվեց նաեւ գնահատման մեթոդաբանությունը եւ նոր մեթոդաբանությունով գնահատվում է սովորողի ոչ թե չիմացածը, այլ իմացածը։ Սա շատ կարևոր է, այսինքն երեխան իր գիտելիքները ցույց է տալիս եւ դրա հիման վրա ստանում է իր ուրեմն գնահատականը։ Իսկ օրվա համար ասեմ, ես ավարտել եմ Խաչատուր Աբովյանի մանկավարժական ինստիտուտը անվան ֆիզիկայի եւ աստղագիտության ֆակուլտետը, ու այդ ավարտելու տարվանից մինչև այսօր դպրոցում եմ, հիմա իհարկե դպրոցում չեմ աշխատում, բայց միշտ եմ դպրոցում, երեխաների եւ ուսուցիչների հետ բոլորին շնորհավորում եմ, իրենց կյանքի որոշակի շատ կարևոր փուլ են հաղթահարել, ավարտում են դպրոցը, այսօր վերջի դասը այն ուրախ երջանիկ օրն է, որ իրենց երախտանքի խոսքն է ասում իրենց ուսուցիչներին, ու իրանք միշտ անկեղծ են ասում։ Եվ ուսուցիչներն միշտ հուզվում են, նույնիսկ ճանապարհելուց այն աշակերտներին, ովքեր իրենց հոգին հանել են տարիներ շարունակ, որովհետև իրենց սիրում են, ամբողջ հոգին, ինչպես ասում են, տվել են իրենց երեխաներին։ Եվ կարծես այդ օր ամեն բան մոռացվում է, միայն ամենալավ պահերն են բոլորը հիշում։ Այս ընտիր տեղ-տեղ թաղծոտ նոտայի վրա էլ շնորհակալություն հայտնենք Անուշ Լազարյանին, հանրակրթության եւ արտադրոցական կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ եւ կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոն հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանին։
Շնորհավորում եմ ձեզ կրկին անգամ եւ շնորհակալություն հայտնում զրույցի համար։ Իսկ մենք գնում ենք գովազդի գովազդ շանթի եթերում։ Եկանք։ Վերջին զանգ է, վերջին դաս է, վերջին արդյունքներն են եւ նոր հասուն կյանք շատ-շատերի համար, որոնց այս ամենը խորթ է լինելու, բայց ուր էլ գնաս, մեր մանկությունն էլ պատանեկությունն էլ որ հիշենք, մի դժվարության մեջ որ ընկնում ենք, դնում ենք ականջակալերը կասետով, հետո դիսկով, փորձում ենք նարոճներ վերցնել, այո, եւ շարժվել առաջ, այնպես որ երաժշտությունը եւ սերը հաստատ կփրկի աշխարհը, հենց հիմա մեր եթերից։ Այո, Երևանի տարբեր դպրոցներ ավարտողները այս երգը կմիացնեն իրենց ծնողների հետ մեքենայի մեջ, սա կարևոր նախապայմաններից մեկն է, այնպես չլինի, որ դպրոցականները նստեն ղեկին։ Եվ շատ կարևոր, որպեսզի ծնողները նույնպես դա թույլ չտան, անկախ նրանից, որ դա հենց իրենց երեխայի օրն է։ Անկախ նրանից իր երեխան պրոֆեսիոնալ մեքենա վարող է, թե ոչ։ Պտտվենք աշխարհի շուրջ, եսպային սիրելիներ, եւ շարունակենք կրթական առավոտը, եւ հիմա գնալու ենք պտտվենք աշխարհի ամենահեղինակավոր բուհերով, թե որոնք են դրանք, դիտենք տեսանյութում։ Վերադարձանք, հուսանք, որ մի օր էլ մեր բուհերը կընդգրկվեն այդ համաշխարհային կարևոր բուհերի ցուցակում եւ շատերը օրինակ, չգիտեմ, Լոնդոնից կգան մեզ մոտ սովորելու Երևանի պետական համալսարանում կամ Բրյուսելում կամ տնտեսագիտականում, մի խոսքով։ Հիշեցնենք, որ մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է USB 2A եւ 3A տեսակի վերալիցքավորվող մարտկոցները, սա հիանալի խնայող եւ արդյունավետ այլընտրանք է մյուս բոլոր 1.5 վոլտ մարտկոցների համեմատ։ Վերջին սերնդի Stark USB մարտկոցների լիցքավորումը կատարվում է USB-C լիցքավորմամբ։ Պարզապես միացրեք դրանք ձեր համակարգչի, նոթբուքի կամ մեքենայի ցանկացած USB-C վարդակից եւ վերջ այլևս ստիպված չեք լինի ձեր երեխայի խաղալիքի, հեռակառավարման վահանակի, անլար մկնիկների եւ այլ սարքավորումների համար անընդհատ մարտկոցներ գնել։ Stark USB մարտկոցների ամբողջական լիցքավորման համար ընդամենը 30 րոպե կպահանջվի։ Այնպես որ խնայեք ձեր գումարը եւ ժամանակը ձեռք բերելով Stark վերալիցքավորվող մարտկոցները։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 84 81 01 հեռախոսահամարով կամ ձեռք բերեք Stark պարագաները Ozon եւ Wildberries Marketplace-ներից։ Մինչև որ դուք կզանգահարեք, մենք գնանք գովազդի։ Վերադառնանք եւ ձեզ կրկին ասենք բարի լույս։ Ֆենոմենալ մարդկանց մասին շարքում այսօր կպատմենք շատ հետաքրքիր մի մարդու մասին։ Նա մի ամբողջ էպոխայի ներկայացուցիչ էր, Սեզար Էվորա անունը եւ ջազում եւ լատին աշխարհում պատ է ծակում։ Գնանք բացահայտենք նրա ֆենոմենը։ Ուսուցիչ շատ-շատերի համար։ Իհարկե։ Մենք վերադարձանք եւ առաջարկում եմ հիմա գնալ դիտել գովազդ, նորից վերադառնալ, որովհետեւ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Այո, մեզ գրեթե ժամանակ չմնաց եւ փորձենք ձեզ հավուր պատշաճի հրաժեշտ տալ այս տոնական եւ սիմվոլիկ օրով։ Մնացեք մեզ հետ։ Վերադարձանք բարեկամներ, վերջին զանգ, բայց գիտական բացահայտումները ոչ ոք չի չեղարկել, մի քանի հետաքրքիր թեմաներ կան, հրաբուխը ամենահիասքանչ երևույթն է, բայց նաև վտանգավոր բնական երևույթներից մեկն է մեր կյանքում, եկեք գնանք եւ գիտականորեն խոսենք հրաբխից։ Մենք էլ ունենք մի հանգած հրաբուխ, անընդհատ ամեն առավոտ, եթե այն մեզ ժպտում է, ուրեմն օրը պայծառ արևային է լինելու եւ ընդհանրապես մեր հանգած հրաբուխը ամենագեղեցիկը երևում է մայիս ամսին, իսկ այսօր մայիսի 23-ն է, այնպես որ եւ ակնճի պոչով լսեք եւ նայեք Մասի Սարին։
Վերադարձանք սիրելիներ, կրթական թեման կրկին շարունակում ենք, որտեղ այսօր նաև այդ օրերից մեկն է։ Եվ այդ առիթով էքսկուրս անենք դեպի Գիտությունների ազգային ակադեմիա։ Բաղրամյան փողոցի վրա այդ հրաշագեղ շենքը հասկանանք երբ է, ինչ նշանակության է, ինչպես կարող է այդտեղ ընդունվել, ովքեր են եղել կարկառուն ակադեմիկոսները, այնպես որ գնանք իրար հետ բացահայտելու։ Դե ինչ բարեկամներ, ինչպես այսօր շատ դպրոցների բեմերից պիտի ասեն, մենք գնում ենք։ Հրաժեշտի խոսքեր, ժամանակն է նաև մեր վերջին զանգի հրաժեշտի խոսքն մենք էլ ենք գնում, բայց ի տարբերություն նրանց, մենք գալու ենք երկուշաբթի եւ կրկին ասելու ենք Շանթ հեռուստաընկերության ուղիղ եթերից առավոտը շանթումը ողջունում է ձեզ, իսկ մինչ այդ եղեք առողջ եւ իհարկե ժպտացեք։ Եվ չմոռանաք, որ այսօրը այո, իսկապես տոնական է, բայց պետք է զգոն լինել, որպեսզի օրն իսկապես ավարտել տոնական։